Մենք կշարունակենք Օսմանյան Թուրքիայի պատմության ուսումնասիրությունը, սիրելի բարեկամներ, բազմաթիվ հեռուստադիտողների, ինչպես ասում են, խնդրանքով, խորանալով թե իրենց մասին ինչ են գրում, որտեղ են լռում, որտեղ են հայերին անտեսում իրենց պատմության մեջ, եւ մենք փորձենք միաժամանակ իմանալով Օսմանյան Թուրքիայի պատմությունը, հասկանալ մեր հայերի դերը այդ պատմության մեջ եւ փորձելով նաեւ իրենց աչքերով նայել։ Իհարկե ամեն ինչ հալած յուղի տեղ չընդունելով եւ այս անգամ մենք որտեղ ենք կանգ առել։ Կանգ ենք առել թե ինչպես է ձևավորվել Օսմանյան կայսրությունը։ Մենք իմացանք, կհիշեցնեմ ձեզ ուղղակի, որ Օսման Բեյ անունով է դա կոչվել թուրքական ցեղերի գալուց, կարելի ասել 2 դար հետո այդ Բեյլիքը, որոշակի տարածք, որտեղ թուրքական ցեղերը հաստատվել էին, եւ Օսման Բեյլիքը, Օսմանի այդ Բեյլիքը գտնվում էր ավելի շատ բյուզանդական կայսրության կողմում, ոչ թե արևմտյան Հայաստանում, այլ ավելի արևմուտք։ Եվ տարածվելով, ունենալով այսպես տարբեր թուրքական ցեղերով, տարբեր մուսուլմանական ազգերով, արաբների եւ այլն, խառնամբող էր դա մի ժամանակ արաբական կայսրություններ, այսինքն թուրքական ցեղերը եկել էին եւ տիրացել էին մի կողմից արաբական խալիֆայության, մյուս կողմից բյուզանդական կայսրության տարածքներին։ Բյուզանդական կայսրությունը մինչ այդ ոչնչացրել էր հայկական թագավորությունը եւ Մանասկերտի ճակատամարտով թուրքական ցեղերը, սելջուկ թուրքերը, գրավելով Բյուզանդիայի արդեն կազմի մեջ մտած հայկական տարածքներ, աստիճանաբար խորանում են դեպի արևմուտք, հասնելով Կոստանդնուպոլսին։ Հիմա մենք կանցնենք մի քանի հետաքրքիր դրվագներով, ցույց կտանք թե ինչպես են նրանց զինված ուժերը կայացել, կխոսենք յերնիչերիների մասին, թե ինչպես էին նրանք հայ, հույն, քրիստոնյա այլ ժողովուրդների, վրացիների, ընտանիքներից խլում իրենց երեխաներին եւ վերածում կատաղի զինվորների, յենիչերիների։ Եվ մենք նաեւ կիմանանք, թե ինչպես յենիչերիների միջից ծնվել են տաղանդավոր ճարտարապետներ, որը կրկին հայ է եղել եւ կառուցել է Օսմանյան կայսրության ամենահայտնի ճարտարապետական կոթողները։ Թուրքերի գրքերում այդ մասին նշված չէ, որ նա ունի հայկական ծագում։ Իհարկե երբեմն նշվում է, որ տարբեր անունը նրա մասին հետո կասեմ, անունը կհնչեցնեմ հետո, բայց հետո մենք բարձում ենք, թե ինչպես են հայերը այդպիսի ճակատագրով ի վերջո կարողացել այնուամենայնիվ մնայուն իրենց հետ կթողնել Օսմանյան կայսրության պատմության մեջ, ստեղծելով լավագույն ճարտարապետական կոթողներ, դրա մասին հետո մենք կանդրադառնանք որոշակի միֆերի, օրինակ շատ տարածվածը չէ, մենք ինքներս մեզ վերագրում ենք, որ հայերը անկազմակերպ են, դավաճանությունը շատ է, եղել է եղբայրասպանություն եւ այլն այսպիսի բաներ, բայց իրականում Օսմանյան կայսրության մեջ նույնպես եղել են։ Այսինքն մենք այդ մանրամասներին էլ կիմանանք, թե ինչպիսի պայքար է եղել թուրքերի մեջ, այդ ցեղային պայքարը, որդին հոր դեմ, հորը որդու դեմ եւ եղբայրները եղբայրների դեմ, բայց այնուամենայնիվ նրանց առանձնացրել է մի գիծ, որը օրինակ չկա մյուս ժողովուրդների մոտ, թե ինչու են նրանք կարողացել իրենց կայսրությունը այդքան մեծացնել եւ քանի դար պահպանել։ Տեսեք, թուրքերի բախտը բերել է ինչպես բնական առումով, այսինքն բնությունն է սկսել նրանց օգնել։ Սակարիա գետ կար, որի ափին բյուզանդացիները կառուցել էին ամրություններ, պաշտպանական ամրություններ։ Եվ ստացվում է այնպես, որ այդ գետը իր հունը փոխում է եւ այդ պաշտպանական ամրությունները դառնում են անիմաստ։ Համեմատություն, ուղղակի կոպիտ համեմատություն եմ ասում, պատկերացրեք չինական պատ են կառուցել բյուզանդացիները ընդդեմ արևելքից եկող բարբարոսների եւ գետը հունը փոխել է եւ այդ ամրությունները դարձել են անիմաստ, որովհետեւ գետի երկայնքով են կառուցվել եւ թուրքական այդ Օսմանյան ցեղերի բախտը բերում է միանգամից մտնում են այդ տարածքները, հեշտությամբ կարողանում են զավթել։ Բայց կատաղի պայքարը վտանգը տեսնելով արդեն բյուզանդական կայսրության, օրինակ Անդրոնիկ պալեոլոգը, երկրորդը վտանգը տեսնելով հսկայական զորքեր է կուտակում ընդդեմ դեպի արևմուտք ծավալվող թուրքական Օսմանյան այդ զորքերի։ Ես այստեղ կուզեմ անդրադառնամ ընդհանրապես թուրքական զորքերի կազմավորման բնույթը եւ համատենք օրինակ պատմության մեջ ես Մաքիավելիի գիրքը պատերազմի արվեստի մասին, որ ընթերցում էի, Մաքիավելին անդրադառնում է Տիգրան Մեծի բանակին եւ հռոմեական Լուկուլոսի հետ տեղի ունեցած ճակատամարտին եւ հետաքրքիր համեմատություն է անցկացնում, թե ինչու Տիգրան Մեծի զորքերը պարտվեցին։ Տիգրան Մեծի զորքը ուներ 100 հազարանոց բանակ, իսկ Լուկուլոսը Հայաստան էր արշավել մինչև 20 հազարանոց զորախմբով։ Ինչպես ստացվեց, որ պարտվեց։ Թվերը կարող են չափազանցված լինել 100,000, բայց հստակ է, որ հայկական զորքերը եղել են ավելի։ Ուրեմն Օսմանյան զորքերի համեմատության հետ
հետաքրքիր է, հա, ինչու են օրինակ օսմանցիներն են ձիերով, հայկական զորքերն են եղել հիմնականում այրուձիով։ Ընդհանրապես արևելքի զորքերը շեշտը դրել են ձիու վրա։ Հռոմեական զորքերը, հունահռոմեական զորքերը շեշտը դրել են պեխոտա է կոչվում, հա, հետևակի վրա։ Բայց Տիգրամեծը պարտություն է կրել։ Եվ Մաքիավելին ինքը եզրակացնում է, որ դրա պատճառներից մեկը այն էր, որ հայկական այրուձին Հեծելազորը, որը հզոր էր ընդհանրապես, չկարողացավ հաղթել հռոմեական հետևակին, պեխոտային, սովորական զինվորներին, որովհետև հռոմեական հետևակը կառուցված էր մոբիլ բանակի սկզբունքի հիման վրա եւ իր պաշտպանական հնարավորություններով եւ արագաշարժությամբ կարողանում էր Հեծելազորի թիկունքը կամ կողքը շրջանցել եւ հարվածել։ Իսկ Հեծելազորի վրա գտնվող զինվորը դժվարությամբ էր կարողանում մանևրել։ Ինքը սովոր է ուղղակի այսպես մխրճվել, հա, հետևակի մեջ եւ ջախջախել։ Բայց երբ դա չի ստացվում, մոբիլ է լինում զորքը, շրջափակում են Հեծելազորին եւ Հեծելազորը ստիպված է լինում նահանջել, նահանջելուց տարորում է սեփական զորքերին, սեփական հետևակին, պատկերացնում եք։ Այսինքն մանևրայնության առումով, պրոֆեսիոնալիզմի առումով, տեխնիկայի եւ կազմակերպվածության առումով փոքր մոբիլ զորքերը կարողանում են հաղթել մեծ Հեծելազորերը։ Եվ հայկական բանակը հիմնված լինելով պարթևական բանակի ավանդույթների վրա նման խնդիր է ունեցել։ Երկրորդ խնդիրը, որը եւ հունահռոմեական այս բյուզանդական զորքերն են ունեցել թուրքերի դեմ եւ հայերը հռոմեացիների դեմ, ես ուղղակի ինքս եմ այս համեմատությունը տանում, որ դուք եւ մեր պատմությունից ինչ որ մի բան սովորեք եւ միաժամանակ հասկանանք, թե ինչ են թուրքերը կարողանում բյուզանդական հզոր կայսրությանը պարտության մատնել։ Երկրորդ խնդիրը, այսինքն այդ մոբիլությունն էր։ Եվ Մաքիավելին ինքը որպես ռազմական ստրատեգ նշում է. երկրորդ խնդիրը, երբ չափազանց շատ են բարձկանները, նայոմնիկները։ Եվ Տիգրամեծի զորքում են եղել նայոմնիկներ, դե ինքը արդեն կայսրություններ չարքայից արքա, ինչում ենք, որ նույնիսկ հрьяաներին էր բերել մայրաքաղաք Տիգրանակերտ որպես արհեստավորներ, չգիտեմ, լավ առևտրականներ, եւ մեր պատմության մեջ մի դրվագ կա, չէ, որ օտարերկրացիներն են բացել Տիգրանակերտի դարպասները հռոմեացիների առջև։ Այնուամենայնիվ Տիգրամեծի եւ ընդհանրապես արևելյան պարթևական, պարսկական զորքերի մեջ շատ են եղել օտարազգիները։ Դա մի կողմից օբյեկտիվ իրականություն է, որտեղ կայսրություններ են, բայց մի կողմից միջուկը թեև հայկական է եղել, բայց ամեն դեպքում Տիգրամեծի զորքերի ահագիմաց եղել են այլ ազգիներ եւ նրանք մոտիվացված չեն եղել կռվելու։ Եվ նույն խնդիրն են ունեցել 13-րդ դարում բյուզանդացիները։ Հիմնականում նրանք սեփական կորիզ, այսպես ասած, չեն ունեցել եւ հույսը դրել են նայոմնիկների վրա։ Նայոմնիկներն են մոտիվացված չեն եղել կռվելու եւ հենց Մաքիավելի լավագույն դասը ինքը գրում է գիրք իտալացի իշխանների, այսպես թագավորների, կառավարիչներին խորհուրդ է տալիս, թե ինչպիսի բանակ ձևավորել։ Եվ հենց ինքը խորհուրդ է տալիս ունենալ սեփական ազգային բանակ, հույս չունենալ, չդնել օտարազգիների եւ նայոմնիկների վրա, պետք է մոտիվացված լինեն կռվելու եւ միաժամանակ ունենալ մոբիլ, աշխույժ, ճկուն, տեխնիկապես առաջադեմ զինված ուժեր։ Դա կապահովի զինված ուժերի հաջողությունը մարտի դաշտում եւ կունենա, այսպես ասած, ավելի պրոֆեսիոնալ կլինի։ Եվ մենք տեսնելով, որ օսմանյան զորքերը հարձակվելով բյուզանդական կայսրության վրա եւ այդ կայսրը, որ ուղարկում էր գլխավոր հրամանատարին օսմանյան զորքերի դեմ, խայտարակ պարտություն են կրում։ Պարտություն են կրում առաջին հերթին այդ պատճառով եւ հենց գրքում այդ մասին նշվում է, հենց թուրքերը իրենք բյուզանդական զորքերին համարում էին իրենց լեզվով ասած կոկորեչ։ Դա բորշն է ռուսերեն ասած, այսինքն խառը, իրենց ինչ որ մի ծննդատեսակ է։ Կոկորեչ национальное турецкое блюдо из мелко нарезанных внутренностей. Сердце, почки, легкие, печень. Մի խոսքով բորշ մի հատ, աջապ սանդալ։ Այդպես էին բնորոշում բյուզանդական զորքերին, իսկ թուրքական զորքերը ավելի մոնոլիտ էին, բայց հետագայում մենք անդրադառնանք Ենիչերիներին, թե ինչպես էին թուրքերը օտարազգիների երեխաներին վերցնում եւ սարքում ավելի մոլերանտ թուրքեր։ Եվ այդ Օսման Բեյի ղեկավարությամբ զորքերի հաջողություններից հետո բյուզանդական կայսրը որոշում է կրկին բարձել կատալոնացիներին, կաթոլիկ ասպետների, բայց կրկին նրանք հաջողության չեն հասնում։ Ինչ խնդիրներ են ունենում նաեւ զորքերը օսմանցիների հետ կռվելու ժամանակ։ Քանի որ նրանք վարձկաններ էին, ակնկալում էին վարձատրություն, միաժամանակ ունենալով հնարավորություն թալանելու,
գրաված տարածքներում դա ձեռային այդ քայլին դիմում էին եւ տեղի ժողովուրդները, տեղի բնակիչները ավելի շատ տուժվում էին բյուզանդական հարձակումներից, քան օսմանյան հարձակումներից։ Օսմանյան զորքերը գրավելով այդ տարածքները սկզբնական շրջանում մեծ կողոպուտներ, մեծ սպանություններ չէին անում։ Դա հետո էր։ Եվ դա ինչ որ իմաստով նաև գրաված այդ տարածքներում ժողովրդին ավելի շատ հակում էր դեպի օսմանյան զորքերի կողմը։ Դա միանշանակ տակտիկա էր, զավթողական տակտիկա էր եւ բոլոր զավթիչները այդ տակտիկան որդեգրում են սկզբնական շրջանում գրավյալ տարածքներով փորձելով սիրաշահել տեղի ժողովուրդներին։ Բյուզանդացիներից հալածված, կեղեքված, անընդհատ պատերազմներից տուժած, թալանված եւ հատկապես այդ վարձկան զորքերից, որտեղ վարձկան զորքը մոտիվացիա չունի հայ տեղի բնակչությանը խղճալու կամ չգիտեմ ինչ, ինքը կռվում է փողի համար եւ տեսնելով հնարավորություն, այսպես ասած, թալանում է։ Եվ դա պատմությունը ցույց է տալիս, որ վատ հետք է թողել եւ հնարավորություն է տվել այս օսմանյան զորքերին որոշակիորեն ավելի հեշտ իրականացնել իրենց ավտողական քաղաքականությունը։ Մի խոսքով Օսման Բեյի, այսինքն օսմանյան կայսրության հիմնադրի, մենք քարտեզով տեսանք, որ դա կարելի ասել այսօրվա Թուրքիայի արևմտյան հատվածն է։ Փոքրիկ խանությունից նա ստեղծում է 6 անգամ ավելի մեծ տարածքով պետություն եւ դա փոխանցում է իր որդուն Օրհանին, որը ավելի է մեծացնում օսմանյան կայսրության հզորությունը։ Ընդհանրապես օսմանյան կայսրության հիմնադիր հայրերը համարվում են 3-ը. Օսմանը, Օրհանը եւ Մուրադը։ Այս 3 անուններն են, որոնք ստեղծել են այդ ահարկու կայսրությունը։ Օրհանը առաջին հերթին հայտնի է նրանով, որ շարժվելով դեպի արևմուտք գրավում է Բուրսա քաղաքը եւ դա դարձնում է իր նոր ստեղծվելիք կայսրության մայրաքաղաքը։ Եվ կարելի է ասել, որ Օրհանը ճանապարհ է հարթում դեպի միջերկրական ծով եւ գրավելով այդ տարածքների քաղաքները հիմքերը դնում հետագայում օսմանյան նավատորմի ստեղծման համար։ Հարկ է նշել, որ Բուրսան, այդ որը դարձրել էր իր մայրաքաղաք, նա ցանկանում էր վերածել երկրորդ Բաղդադը, արաբական խալիֆայության մայրաքաղաքը, երկրորդ Բաղդադ ստեղծել, այնտեղ կրթական հաստատություններ, նույնիսկ այնպիսի հոգևոր ակադեմիաներ, մզկիթներ, որ նույնիսկ պարսկական տարածքներից մարդիկ գալիս էին այնտեղ կրթություն ստանալու։ Հասկանալով, որ բյուզանդական արդեն պաշտպանությունը հիմնված է լինում հիմնականում ամրոցներում ամրանալու վրա, այսինքն սելջուկյան թուրքական զորքերը պետք է գրոհեին, պաշարեին ամրոցները եւ դրանով միայն հասնեն հաջողության, այսինքն բաց դաշտում ճակատամարտերի ժամանակաշրջանը որոշակիորեն նվազեց եւ հիմնական խնդրեմը դարձել էր այդպես հարվածային զինված ուժեր ստեղծելը։ Եվ Օրհանի ժամանակ փոխվեց այդ հեծելազորով կամ ավանդական, այսպես քոչվոր ցեղերին բնորոշ զինված ուժերի վերափոխումը արդեն կանոնավոր ավելի հարցակողական եւ ավելի ահարկու ուժ ունեցող զինված ուժերի, որը ի վերջո երկար ժամանակ հետո հանգեցնում է նաեւ Կոստանդնուպոլի զավթմանը, որը նույնպես մեծ հզոր ամրոց էր։ Կարելի է ասել, որ թուրքական զորքերը արդեն թուրքերը սովորում են ամրոցներ զավթելու տակտիկան։ Եվ իրենց ամբողջ, այսպես ասած, զինված ուժը փաստորեն զավթելու գրավելու հիմքերի վրա է դրվում։ Եթե այստեղ մենք տեսնում ենք նաև նման պետության, այդ ազգի, եթե կարելի ազգանվանել, ձևավորման արմատները, այսինքն զավթել, գրավել օտարների ամրոցները, դա հարձակողական բանակի հարձակողական բնավորություն է ձևավորում։ Սա շատ կարևոր է։ Դրա համար այդ սկզբում փոքր օսմանյան բելիքը վերջո դառնում է կայսրություն։ Իսկ հայերիս մոտ ինչպես է միայն պաշտպանվել, էլի ամրոցի մեջ։ Մենք տեսնում ենք, որ թուրքերը դարեր շարունակ իրենց մոտ զարգացրել են ամրոց գրավելու ընդունակություն, իսկ հույները եւ հայերը իրենց մոտ զարգացրել են ամրոցներում պահկվելու հոգեբանություն։ Եվ մենք տեսնում ենք, որ ամրոցներում պահկվելը երբեք չի բերում հաղթանակներ։ Հաղթանակներ բերում են միայն ամրոցներ գրավողները։ Եվ առաջին անգամ յանիչարներ ստեղծելու գաղափարը ծնվել է հենց Օրհանի մոտ։ Այսինքն մենք տեսանք, որ ինչքան մեծանում է պետությունը, այնքան նա կարիք ունի ավելի մեծ զինված ուժերի։ Որքան մեծանում են զինված ուժերը, այնքան խնդրեմ է ունենալ սպეციფიկ ազգային զինված ուժեր։ Օրհանը, այդ կայսրը, Օսմանյան կայսրության երկրորդ հիմնադիրը, հասկանում է, որ նոր զինված ուժեր ստեղծելու համար պետք է գրաված ժողովուրդներից ստեղծի այդ զինված ուժերը, բայց լավ իմանալով թուրքերը լավ իմանալով պատմական դասը, որ նայոմնիկների եւ ոչ սեփական ազգից ձևավորված ցեղերից ձևավորված զորքերը լավ իրենց հավատարիմ չեն, ինչ են մոգոնում։ Տեսեք, սա ինչ ահավոր սարսափելի պրակտիկա է, բայց
թուրքերին բերել է հաջողություն։ Վերցնում էին գրաված քրիստոնյա ժողովուրդների, տեսնելով առողջ իրենց սերունդներին, երեխաներին, ման կամ բարուրից կամ պատանի տարիքից խլում էին ընտանիքներից, տանում էին զինված իրենց ուժերը, դաստիարակում էին թուրք կամ այսպես Օսման, այն ժամանակ թուրքական որպես այսպես թուրք չէ, էլի օսմանյան զինվոր, որը ջիհադ, սրբազան պատերազմ պետք է վարեր անհավատների դեմ, հանուն Օսմանյան կայսրության շահերի։ Եվ արդյունքում այդ երեխաներն էլ չգիտեն շատերը, որ իրենք հայ են, որ իրենք հույն են, վրացի են, այլ քրիստոնյա ժողովուրդներ են, կարող են լինել նաև մուսուլման, հայական չէ։ Եվ այդպես ձևավորվել է մի հսկայական սերունդ, որը չգիտի թե իրականում որ ազգին է պատկանում, բայց ինքը ուղնուծությամբ իրեն համարում էր Օսման կամ թուրք, եւ այդպես շարունակվել է սերնդեսերունդ, պատկերացնում եք։ Այդ մասին մանրամասն ավելի ուշ կխոսենք, ուղղակի ֆիքսենք, որ Օրհանը, այդ երկրորդ կայսրին, որը հասցնում է աստիճանաբար պետությունը Օսմանի ստեղծած դեպի կայսրություն, այդ իդեան նրա մոտ է ծնվել, Ենիչերիների բանակը։ Օրհանը բացի այսպես ռազմական ստրատեգ լինելը նաև նա լավ դիվանագետ էր։ Այդ ժամանակ որոշակի այդպես մուսուլմանական, թուրքական բեյլիկություններ, լավ հարաբերություններ, դաշնակցային հարաբերություններ էին կնքել Բյուզանդիայի հետ։ Նրան հաջողվում է առանց պատերազմի, առանց զինված ուժերի ուղղակի բանակցություններով համոզել այդ մուսուլմանական տարբեր իշխանություններին թեքվել Բյուզանդիայից, հրաժարվել նրանց հետ դաշնակցությունից եւ միանալ իրեն։ Եվ արդյունքում նա սկզբում դաշնակցելով, այնուհետև ուղղակի իր կայսրության մեջ է ներառում այդ բոլոր փոքր իշխանություններին։ Այսինքն ոչ միայն զենքի ուժով, այլև դիվանագիտորեն նա կարողանում է հասնել այդ նպատակի լուսմանը։ Դրա համար թուրքերը Օսմանյան Թուրքիայի պատմության մեջ նրան շատ են փառավորում Օրհանին, եւ դուք հաճախ լսած կլինեք Օրհան անունով տարբեր մարդկանց։ Օրհանի դիվանագիտական մյուս խորամանկություններից մեկը գիտեք որն է, որ բյուզանդական կայսրությունում սկսվում է ներքին ապստամբություն գահի համար։ Գահի համար պայքար է գնում անչափահաս ժառանգի կայսրության, բյուզանդական կայսրության եւ նրա ռեգենտի միջև։ Եվ Օրհանը տակից դաշինք է կնքում ոչ թե իսկական ժառանգի, այլ այդ ռեգենտի հետ եւ փաստորեն այդ դաշինքի շնորհիվ պարտության է մատնում օրինական ժառանգին, բյուզանդական կայսրության։ Եվ դրանով Օրհանը նաև կարելի է ասել թուլացնում է բյուզանդական կայսրությունը ներսից դիվանագիտորեն եւ հասնում է նրան, որ կնությանը վերցնում այդ բյուզանդական կայսրի աղջկան, ստանալով ոչ միայն նվերներ, ոչ միայն տարածքներ աջակցության համար, այլև աղջկան։ Դուք պատկերացրեք թուրքական դիվանագիտությունը որտեղից է գալիս։ Եվ հենց թուրքերը իրենց գրքում, հենց այս գրքում գրված է, որ բյուզանդացիները այնքան միամիտ էին, որ չհասկացան, որ գալին թողել են ոչխարների հոտի մեջ։ Նկատի ունի հենց Օրհանին թողել են բյուզանդացիների մեջ։ Եվ այդ հաջողությունների դիվանագիտական տարբեր ռազմական հաջողությունների արդյունքում Օրհանը մտնում է արդեն բուն Հունաստանի տարածք, գրավելով մի շարք կղզիներ, Ադրիանապոլիսը եւ փաստորեն շրջափակելով Կոստանդնուպոլիսը։ Եվ մենք ինչ ենք եզրակացնում, որ ոչ թե ինչ որ իմաստով հզոր էին թուրքերը, օսմանները, այդ բարբարոսները, այլ շատ դեպքերում թույլ էին, տկարամիտ, սխալ քաղաքականություն էին վարում։ Ինչպես ասում են, գայլին թողնում էին ոչխարների հոտի մեջ հենց քրիստոնյաները, բյուզանդացիները, վերջ-վերջում նաև հայերը, որոնք հույսները կապում էին աշխարհաքաղաքական այս մի այն կենտրոնի հետ եւ վերջում կորցրեցին իրենց պետականությունը։ Այսպիսի ներբություններ կան, եւ ես նաև հիմա ցույց կտամ, որ այն ամենը, որ մեր պատմության մեջ օրինակ մեզ ցույց են չէ տալիս, որ դավաճանությունը շատ էր, մեր մեջ դրա համար ենք պարտվում։ Դավաճանություն կար նաև թուրքերի մեջ։ Բայց նրանց մեջ այդ, չգիտեմ, վայրի բարբարոս բնույթներ թե ինչներ, մի յուրահատուկ նվիրվածություն եւ ձգտում կա պետականության։ Պետականությունը պահելու այդ ինստիտուտը իրենց մոտ լավ է, եւ դա երևի թե ռազմական ինստիտուտ է։ Այդ ռազմականացված եւ խորամանկ դիվանագիտության այդ ավանդույթները, որ ի սկզբանե պետության հիմքում են դրված եղել, դրանք խորացել են եւ չնայած դավաճանություններին, ապստամբություններին, ինչ որ մի ձև այդ կայսրերի մոտ դա այդ կայսերական ինքնազգացողությունը մնացել է։ Եվ դա մենք տեսնում ենք օրինակ նաեւ ռուսների մոտ։ Որքան էլ նրանք պարտվեին, օրինակ տեսնում ենք, չէ, հեղափոխությունից հետո Ռուսաստանում բոլշևիկյան ով եկավ իշխանության Ռուսաստանում, կրկին իրեն իդենտիֆիկացրեց ռուսական կայսրության հետ, կայսերական շահերի հետ։ Օրինակ Ստալինը լինելով բանվորա գյուղացի, այսպես ասած երեխա, կոմունիստ, որը աղքատ ընտանիքից էր եւ մեծ հաշվով կոմունիստական, սոցիալիստական իդեալներն հարազատ էին, բայց լինելով սովետական միության ղեկավար, նա մտավ այդ դերի մեջ։ Եվ տեսնում ենք Պուտին օրինակ
լիբերալ հայացքներով, արևմուտքի հետ լավ հարաբերություններ հաստատելու ջատագով, Բուշի հետ ընկերություն անող, Պուտինը մեկ էլ հանկարծ նորից մտավ ռուսական պետության, կայսրության, շահերի պաշտպանի դերի մեջ եւ սկսեց հետ վերադարձնել իր կորցրած տարածքները։ Այդ, չգիտեմ, դա ինչ աթոռ է, որին հասնում են ինչ որ Թուրքիայում, Ռուսաստանում, այդպիսի պետություններում մարդիկ ինչ որ ինստիտուցիոնալ ինքնություն են ձեռք բերում եւ այդ ինստիտուցիոնալ ինքնությունը շարունակվում է, որովհետեւ մեծ հաշվով այդ ավանդույթներն է դրված, ինչի մասին խոսեցի։ Եվ մենք տեսնում ենք, որ Օսմանյան կայսրությունը փաստորեն մի կողմից իր զինվորներին, շարքային զինվորներին վերցնում էր քրիստոնյաներից եւ իսլամի վերածելով, դարձնելով կատաղի ավելի հավատարիմ կայսրության զինվորներ, այդպես էին թարմացնում իրենց արյունը եւ միաժամանակ կայսրերը ամուսնանում էին օտար պետությունների ղեկավարների աղջիկների հետ, կրկին փոխելով իրենց թարմացներով, հարստացնելով իրենց գենը։ Եվ թուրքերը դա արել են դարեր շարունակ։ Օրհանը ոչ թե միայն ամուսնացել բյուզանդական արքայադստեր հետ, այլև հարեմում ուներ տարբեր կանայք։ Եվ այդ տարբեր կանանցից ծնվել էին տարբեր ժառանգներ։ Եվ ժառանգների միջև գնում է պայքար կայսրի տիտղոսի համար։ Եվ որոշ պատմությամբ Օրհանը ինքը մեծ հավանականությամբ սպանել է տվել իր որդիներից մեկին, ով կասկածելի է դարձել, որովհետև հոր դեմ է դուրս եկել եւ տարբեր խոսակցություններով նա ցանկացել է հոր մահը, համարելով, որ հայրը արդեն բավական շատ է իշխում, ժամանակն է, որպեսզի ինքը իշխի, եւ միամիտ նա ձիուց ընկնում ու մահանում է։ Այսինքն կա այդպիսի պատմություն, որ նույնիսկ հայրը որդուն է սպանել։ Հետո կատաղի պայքար է գնում մյուս եղբայրների միջև, մեկը կրկին իսկական այդ արքայադստեր բյուզանդական արքայադստերից ծնված որդու, մյուսը իր մյուս կանանցից հարեմում կանանցից ծնված որդիների միջև է պայքար գնում իշխանության համար։ Բյուզանդական արքայադստերից ծնված որդու Խալիլի հետ էին հենց բյուզանդական իշխանությունները հույսները կապում, որպեսզի թուլացնեն Օսմանյան կայսրությունը եւ ըստ էության այդ դինաստիական կապերով հաստատեն որոշակի հավասարակշռություն եւ հետ բերեն կորցրածը։ Եվ ամեն կերպ բյուզանդական իշխանությունները ցանկանում էին, որպեսզի գա հասներ Խալիլին։ Բայց հարկ է նկատի ունենալ, որ Օսմանյան ավանդության մեջ ընդհանրապես բեյեր Օսմանյան այդ ցեղերի, թուրքական ցեղերի մեջ դրանք ընտրովի էին։ Այսինքն գյուղի, ցեղի վերնախավներ ընտրում, այսպես իմաստուններն էին ընտրում իրենց առաջնորդին։ Այդ ավանդույթը միշտ մնացել է, դրա համար նրանց համար օտար էր եւ անընդունելի, որ ինչ որ դինաստիական ժառանգությամբ կարող է մեկը հավակնել իշխանության։ Այստեղ ավելի կարևոր էր, թե ինչ վերաբերմունք ունի թուրքական էլիտան, ճակերտավոր, հա, վերնախավը, իմաստունները իրենց կայսրի վերաբերյալ։ Եվ այդ առումով բյուզանդական արյուն ունեցող ղեկավարը նրանց համար անընդունելի էր։ Եվ նրանք պայքարում են, որպեսզի ոչ թե նա լինի հաջորդ կայսրը, այլ Մուրադը։ Եվս տարածված անուն Մուրադին, որը այլ խանություններում էր իշխում, թուրքական այդ զինվորական, ռազմական, քաղաքական էլիտան շտապ հրավիրում է մայրաքաղաք եւ կազմակերպվում է ուղակի եղբայրասպանություն։ Մուրադը սպանում է թե Խալիլին, թե Իբրահիմին, իր հիմնական մրցակիցներին, այդ Օսմանյան կայսրության կարելի ասել պաշտոնի համար։ Ահա այսպիսի պատմություն, այսինքն մենք տեսնում ենք, որ եղել է ինչպես հոր կողմից որդու սպանություն, այնպես էլ եղբայրասպանություն։ Եվ դա եղել է շատ սառնասրտորեն, եւ դրանից հետո Օսմանյան կայսրությունը կրկին շարունակել հզորանալ։ Սկզբնական շրջանում այդ իրադարձություններից հետո բավական բարդ վիճակ է ստեղծվում, նա ինչպես արդեն այս գոյություն ունեցող Օսմանյան կայսրության տարածքում է սկսում ապստամբություններ ճնշել, տարբեր իշխանություններ զավթել եւ կրկին ընդարձակում է իր կայսրության սահմանները, հասնելով մինչեւ Բալկանյան թերակղզի, մինչեւ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա։ Ես չեմ ուզում մահարանալ այդ պատմությունների մեջ, դրանք սովորական ռազմական նվաճումների պատմություններ են։ Մենք քիչ-քիչ կանցնենք Ելինչերիների թեմային, բայց մինչ այդ հասկանանք, թե Մուրադը ինչ է բերել Օսմանյան կայսրությանը։ Այստեղ հարկ է նշել, թե ինչպես է եւս կրկին Եվրոպայում տիրող անախորժություններից օգտվում թուրքերը եւ ինչպես են այդ անախորժությունները հենց ինչպես տեսանք բյուզանդական պետության դեպքում, հիմա էլ թե ինչու Բյուզանդիայից ավելի հեռու
թուրքերը հասան։ Ուրեմն Բյուզանդիայի եւ Բուն Հռոմի միջև կար կրոնական վեճ, նրանք կաթոլիկներ էին, իսկ բյուզանդացիները ուղղափառներ։ Եվ Հռոմին ինչ որ իմաստով ձեռք էր տալիս, որպեսզի բյուզանդական կայսրությունը թուլանա եւ իրենք ընկնեն իր ողորմածության տակ եւ հաստատվի Հռոմի պապի կաթոլիկ իշխանության գերիշխանություն։ Եւ փաստացի նրանք ինչ որ իմաստով թույլ տվեցին, որպեսզի թուրքերը, օսմանցիները թուլացնեն բյուզանդական կայսրությունը։ Մյուս կողմից իտալական խոշոր քաղաքները Վենեցիան, Գենուան, Ֆլորենցիան նույնպես շահագրգռված էին թուրքերի հետ առևտրով ավելի, քան նրանց դեմ պատերազմով։ Այս գեոքաղաքական շահերը լրիվ հարմար էին, որպեսզի թուրքերը առանց խոչընդոտի շարունակեն իրենց նվաճողական քաղաքականությունը։ Եվ աբսուրդը հենց դա է, որ մեծ հաշվով եվրոպացիները իրենք են օսմանցիներին հրավիրել մինչև Եվրոպայի սիրտը։ Դա իրողությունը եւ մենք տեսնում ենք, թե ինչպես են իբր այսպես սեփական շահերի մասին մտածելով ավելի լայն չմտածելով Եվրոպան ի վերջո հայտնվում նման աղետի շեմին։ Մենք այս փաստը ֆիքսենք, որպեսզի հետո հասկանանք, որ դա միայն օսմանցիների եւ թուրքերի շնորհքը չէր։ Եվրոպայի անհեռատեսությունը, մանրախնդրությունը, սեփական թուլությունը բարարթող է ստեղծել, որպեսզի թուրքերը օսմանները կարողանան հասնել հաջողությունների։ Ես Մուրադի եւ Բայազեդի քաջագործությունների եւ Եվրոպայի թույլտված խալների մասին հետագայում կխոսեմ ավելի մանրամասն։ Հիմա եկեք աստիճանաբար մոտենանք ավարտին, որպեսզի շատ չի երկարի մեր այս հաղորդումը, յանիչարիների մասին խոսանք։ Որոնց մեջ իհարկե կային բազմաթիվ հայեր, որոնք առանց իմանալու, որ իրանք հայ են եւ քրիստոնյա արմատներով դարձել են մոլի զինվորական ծառայելով Օսմանյան կայսրությանը եւ հետագայում լիքը լավ բաներ անելով Օսմանյան կայսրության համար, բայց թուրքերը նույնիսկ իրենց գրականության մեջ հրաժարվում են նշելու այդ մարդկանց էթնիկ ծագումը։ Ես ինչպես նշեցի, օսմանցիները հասկացել էին, որ նայոմնիկների եւ էթնիկ փոքրամասնությունների հույսին մնալը, եթե իրենք ունենում են իրենց սեփական ինքնությունը, շատ դժվար է լինելու պահել, ինչպես զավթել նոր տարածքներ, այնպես էլ պահել կայսրությունը ամուր։ Հետևաբար նրանք վերցնում էին օտարազգիների երեխաներին, վերածում նրանց գործիքի, իսլամի դավանափոխելով իսլամ ընդունել տալով եւ մանկուց բարուրից պատանեկան տարիներից քարոզելով, որ իրենք օսման են, իրենք թուրք են։ Դրանք փոխելով այդ մարդու ինքնությունը դարձնում էին ավելի կատաղի զինվորներ, բայց մյուս կողմից կար մեկ ուրիշ խնդիր, որքան ստեղծվում էր այդ կաստան թուրքական օսմանյան հրամանատարության, նրանք այնքան փորձում են միմյանց հետ կապվել հարազատական բարեկամական կապերով, այսինքն կոռուպցիոն խնդիրը որն է, երբ որ դու զինված ուժերի հրամանատար ես նշանակում քո եղբորը, խրախուսում ես ավելի շատ միջցեղային, գերդաստանային կապեր են խորանում եւ դա թույլատնում է ըստ էության զինված ուժերի մարտունակությունը վերևից։ Եվ օսմանցիները որոշեցին նման, քանի որ շատ նման դեպքեր եղան, որ այդ պատճառով տեղի են ունենում ապստամբություններ, այդ պատճառով տեղի են ունենում տարբեր իրավիճակներ, այդ ներկլանային շահեր էին ձևավորվում, որոշեցին, որ ընդհանրապես բացառեն այդպես ընտանեկան բարեկամական խնամի ծանոթ բարեկամի ինստիտուտը զինված ուժերում եւ յենիչերիների ստեղծումը նաեւ այդ նպատակներ հետապնդում։ Վերցնում էին երեխաներին իրենց ծնողներից բարուրից կամ պատանեկանիքից, ստանում էին Ստամբուլ եւ սկսում դաստիարակել։ Ամենաընդունակներին ֆիզիկապես ուժեղներին առանձնացնում էին, մնացածներին ուղարկում էին տարբեր գործերի։ Եվ հենց այս գրքում օրինակ է բերվում, որ օրինակ ամենահայտնի օսմանյան ճարտարապետ Սինանը իր կարիերան սկսել է յանիչերի լինելով, դառնալով Կահիրեի գլխավոր ճարտարապետը, իսկ այնուհետև Օսմանյան կայսրության գլխավոր ճարտարապետը։ Իսկ ով է Սինանը, ազգությամբ հայ։ Խնդրեմ, տեսեք, թե ինչ կառույցներ են սարքել, ինչ գեղեցիկ հոյակերտ շինություններ է սարքել Օսմանյան կայսրության համար, բայց երբեք թուրքերը չեն նշի, որ նա հայ է։ Այն յենիչերիները, որոնք այնքան էլ չէին բավարարում լավ զինվոր լինելու պահանջներին, ուղարկում էին տարբեր տեղեր, հիմնականում բանվորագյուղացիական աշխատանք անելու։ Նրանց տրվում էր ընդամենը սնունդ, հագուստ եւ բնակություն, այսինքն վարձատրություն չէր տրվում։ Նրանք մեծ հաշվով ստրուկ էին կամ ճորտ էին։ Բայց միաժամանակ չինովնիկները Օսմանյան կայսրության հսկում էին, որ այդ պատանիներին որևէ վնաս չտան, այսինքն նորմալ պայմաններում նրանք մեծանային, ապրեին, որևէ նեղացվածություն չունենային,
Հետագայում որոշակի այդպես ծանր ֆիզիկական աշխատանքներ անելուց հետո, կոփվելուց հետո կրկին վերադարձվում են Ստամբուլ, նոր ֆիլտրացիա անցնելու, նոր քննություններ տալու, այսպես ասած։ Տեսեք, այսինքն ստեղծվել էր մի վերբովկայի մի ամբողջ համակարգ, որ Օսմանյան կայսրության հպատակներից կերտում էին կատաղի, ամուր, առողջ զինվորներ։ Եվ երբ նրանք արդեն դառնում էին զինվոր յանիչար, արդեն ստանում էին վարձատրություն։ Մարդիկ գոհ էին, երջանիկ, դա ինչ-որ առումով նաև պրեստիժ էր, որ դու կարող էիր դառնալ, մի խոսքով էլիտնի զինվոր էիր դառնում, լավ էիր վարձատրվում, լավ էիր ապրում, հպարտություն էր դա, եւ դրա համար, այսպես կատաղի նրանք պայքարում էին Օսմանյան կայսրության համար։ Բայց յանիչերիների այս ադբորը ծնեց մեկ ուրիշ խնդրեմ։ Մարդիկ սկսեցին փող տալ, պատկերացնում եք, որպեսզի իրենց երեխան դառնա յանիչար, որովհետև դա այսպես ճնշված, իրավազուրկ քրիստոնյաների մոտ իրենց երեխաները ազատագրվելու մի ձև էր։ Դուք պատկերացնում եք, փող էին տալիս օսմաններին, որպեսզի իրենց որդին դառնա Օսմանյան կայսրության յանիչար քրիստոնյաները։ Դա վերածվել էր, գիտեք ինչ համակարգի, որ աղքատ մուսուլմանները փող էին տալիս քրիստոնյաներին, որ իրենց երեխաներին վերցնեն իրենց, ասեն, որ դա մեր երեխաներն է, որպեսզի դառնային յանիչար։ Այսինքն ձևավորվել էր նման մի համակարգ, որ իրականում այդ առավելությունը, որ յանիչար դառնալուց հետո դու դառնում ես էլիտնի զինվոր ու վարձատրվում ես լավ, խրախուսում էին մուսուլմաններին կաշառակերության միջոցով իրենց տղաներին դասավորել կոպիտ ասած այդ գործին։ Պատկերացնում եք աբսուրդի աստիճանը։ Քրիստոնյաների ողբերգությունը, երբ իրենց երեխաներին զրկում են ծնողներից, բայց միաժամանակ մուսուլմանների նախանձը, որ այդ զրկված պատանիները վաղը միսուր դառնում են լավ գործի են անցնում, կոպիտ ասած։ Զավեշտ է, բայց այդպես է։ Եվ այդ կոռուպցիոն մեխանիզմը մի կողմից ազատվելու, մի կողմից դառնալու զինվոր փչացրեց այդ համակարգը եւ հետագայում այդ յանիչերիների ինստիտուտը վերափոխվեց ու հետո վերացվեց։ Բայց մինչեւ դա այն աշխատում էր եւ ծառայում էր իր նպատակին։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, թուրքերը իրենց գրքում ինչ են գրում։ Ասում է, որ հետագայում սկսեցին յանիչարներ չհավաքագրել քրդերից, լազերից եւ վրացիներից։ Քանի որ այդ ժողովուրդների ներկայացուցիչները տարբերվում էին, առանձնանում էին իրենց ազատասիրությամբ եւ վատ էին ենթարկվում հրամանների։ Հայերի անուն չեն տալիս։ Վրացիների, ասում վրացիները ազատամիտ էին եւ դժվարությամբ էին ենթարկվում հրամանների։ Չգիտեմ այս ինչու է այսպեսի քրդերը պրիտոմ։ Հենց քրդերի ձեռքով է եւ չերքեզների ձեռքով է իրականացվել իրականում ավազակների, ես չեմ ուզում ազգային էթնիկ ինչ որ պատկանելություն շեշտել, բայց քրդական եւ չերքեզական ավազակախմբերի միջոցով է իրականացվել ցեղասպանությունը եւ նրանք կարծես թե դա լավ էլ ենթարկվում էին, բայց ամեն դեպքում հետաքրքիր նախադասություններ, որ հանդիպեց ինձ այս գրքում, մենք պետք է ասենք, որ նման փաստորեն համակարգ է գործել Օսմանյան կայսրությունում, թե ինչպես են կարողացել քանի հազարավոր, երևի թե արդեն միլիոնավոր, եթե դարեր են հաշվում, մարդկանց կտրել իրենց էթնիկ պատկանելությունից, իրենց ծնողներից եւ դարձնել իսլամի եւ Օսմանյան կայսրության համար պայքարող կատաղի զինվորներ։ Եվ այսօր նրանց ժառանգները պատահական չի երևի թե որ անցնում են գենետիկ հետազոտություններ եւ պարզում է, որ թուրքերի հետ որևէ առնչություն չունեն, արմատներով կամ հույն են, կամ հայ են, կամ վրացի են եւ այսպես շարունակ։ Ընդհանրապես շատ իրոք ստեղծում էին, կարելի ասել, գլադիատորներ, յանիչերիների տեսքով, նրանց արգելված էր ընդհանրապես ամուսնանալ, զբաղվել հաճույքներով, վայելքներով։ Նրանք մի խոսքով ունիվերսալ զինվորներ էին, որոնք հաջողության հասնելու դեպքում, ինչպես տեսանք ճարտարապետների տաղանդ ունենալու դեպքում նշանակում էին գլխավոր ճարտարապետ, եթե լավ ծառայություններ էին մատուցում, նույնիսկ դառնում էին զորահրամանատարներ, չինովնիկներ, այսինքն նրանք կարիերնի մոտիվացված էին լավ ծառայելու Օսմանյան կայսրությանը իրենց կարիերան ապահովելու համար։ Սա էր ինչի մասին ես կուզեի խոսել, սիրելի բարեկամներ, տեսնելով Օսմանյան կայսրության այդ զարգացման մի քանի առանձնահատկություններ, ինչի մասին խոսեցինք, թե ինչով էին իրանց զինված ուժերը տարբերվում, ինչպես էին իրանք կառուցում կառավարումը եւ մի քանի այսպիսի նրբություններ, որը վստահ եմ ձեզ
հետաքրքիր էր։ Մենք այս շարքը կշարունակենք, ես կարող է ուղղակի դարերով մի քիչ անցնեմ, ինչը որ ավելի ուշագրավ համարեմ Օսմանյան եւ Թուրքիայի պատմության վերաբերյալ, որի մասին շատերը գուցե չգիտեք, փորձենք այսպես ամփոփել, ճանաչել այդ պետությունը իր պատմության ընթացքով եւ հասկանալ ինչու է նա այդպես ստացվել եւ ինչու ենք մենք մեր Հայաստան պետությունը ստացվել այսպես։ Դա մեզ կօգնի ուղղակի ավելի լավ ճանաչել աշխարհը։ Մենք չենք տրվելու թուրքական քարոզչությանը, մեզ ուղղակի հետաքրքիր է թե հասկանալ իրենց ոնց են ներկայացնում։ Մենք տեսանք, որ ընդհանուր առմամբ ի տարբերություն ադրբեջանցիների թուրքերը ընդունում են, որ երկվոր են իրենք այս տարածաշրջանում եւ սելջուկյան ցեղերի գալուց հետո երկար ճանապարհ են անցել եւ ըստ էության իրենց իսկ պատմությամբ այս գրքով, որ ես դες անցած անգամներ ներկայացրել եմ, իրենք ընդունում են, որ իրենց կայսրությունը ստեղծվել է արյան զավթումների, նվաճումների եւ տեղի ժողովուրդներին իրենց երեխաներից զրկելու միջոցով, բռնի ճանապարհով իսլամացնելու միջոցով։ Ամենայն դեպս այս գրքում, որի հեղինակը ոմանք ասում են քուրդ է, ոմանք ասում են թուրք է, ամեն դեպքում որ տարածված է ինտերնետում, այս գրքում այդ մասին արձանագրումները կան։ Հետագա պատմությունը շարադրելով մենք կտեսնենք, թե այլ ինչ հետաքրքիր բաներ են տեղի ունեցել Օսմանյան կայսրության եւ կամ Օսմանյան Թուրքիայի պատմության մեջ, որը մենք չգիտենք կամ գուցե եթե գիտենք, վերհիշելը չխանգարի մեր պատմահամեմատական այս պատմավերլուծական շարքի շրջանակներում։ Ես հետագայում գուցե անդրադառնամ այլ պետությունների։ Դուք մեկնաբանություններում գրեք, որ երկրի պատմությունը կուզեիք, որպեսզի մենք անդրադառնանք, այսպես համատություններ անցկացնելով, որը կապված է նաև մեր հետ։ Հետագայում գուցե ես նաև նրանց անդրադառնամ, բայց դա այլ թեմա է, ես ուղղակի քանի որ հայ-թուրքական կարգավորում Ադրբեջանի այդ թեմաներ, պատմությունը վերաիմաստավորելու թեմաներ մտան օրակարգ։ Ես որոշեցի այս թեմայով անցնել, որովհետեւ մենք իմանանք, թե ինչքանով պետք է վերանայվի պատմությունը։ Պատմությունը վերանայելու կարիք չկա, պատմությունը այնպեսին, ինչպեսին այն եղել է։ Մեկնաբանությունները կարող են լինել տարբեր ընկալումները, բայց սա օգնեց մեզ ինչ-որ իմաստով հասկանալ, թե թուրքերը այս տարածաշրջանը ինչպես են պատկերացրել երկվոր լինելով, նրանք եկել են եւ այստեղ տեսել են երկու պետություն, Օսմանյան կայսրություն ստեղծելուց առաջ, բյուզանդական կայսրություն, որի մեջ էր Հայաստանը եւ արաբական խալիֆայություն, որի մեջ էր նույնպես Հայաստանի որոշակի տարածքներ։ Եվ նրանք զավթելով այդ տարածքները ձևավորել են սեփական կայսրությունը, արհամարելով այդտեղ ապրող ժողովուրդների ինքնությունը եւ սեփական պետություն ունենալու իրավունքը։ Մենք այս իրողությունը, թե ինչու են թուրքերը միշտ վերաբերվել այդպես մեզ, հասկանում ենք տեսնելով այդ պատմությունը։ Սա էր, հավանեք, բաժանորդագրվեք, թողեք ձեր մեկնաբանությունները, տարածեք այս տեսանյութը, որպեսզի մեր աշխատանքը շարունակական լինի։ Կհանդիպենք։